Սանահին բարձրացող ճանապարհի աջ կողմն է, շատ գեղեցիկ է, վայելեք, ովքեր որ եղել են և հիմա այստեղ չեն բնակվում, ովքեր որ ուղղակի հյուրի նման են եկել, մի անգամ այդպես հիացել են ու գնացել են, նույնպես վայելեք, կարծում եմ բոլորիդ էլ հաճելի կլինի այս մի քանի րոպեանոց զբոսանքը։ Ես իմ երեխաների հետ տարիներ առաջ, երբ որ ամեն կիրակի եկեղեցի էինք իջնում, մեկ-մեկ պայմանավորվում էինք ու 4 կիլոմետր ճանապարհը ոտքով էինք իջնում, կապ չունի թե տարվա որ եղանակին էր լինում, ամեն անգամ յուրահատուկ հետաքրքիր ու հաճելի զբոսանք էր լինում։ Երբ որ այդպես դանդաղ մեզ համար հանգիստ քայլելով իջնում էինք, մոտավորապես մի 40 րոպեի ճանապարհ էր ոտքով, եթե չեմ սխալվում, շատ այսպես վայելում էինք, իսկ հիմա այն գեղեցիկ պահը բաց թողեցի, տերևները երբ որ դեռ լրիվ չէին թափվել, ամեն օր մտածում էի ոտքով կիջնեմ, ամեն կիրակի ավելի ճիշտ, ես հիմա էլ ամեն կիրակի գնում եմ եկեղեցի ու այդպես շաբաթ օրը մտածում եմ, ասում եմ լավ, արի ես մի կիրակի ոտքով իջնեմ, բայց դե այդպես էլ չհաջողվեց, որոշեցի այսպես նկարեմ, կսպասեմ գարնան ծաղկունքին և երբ որ բնությունը էլի իր գարնանային այդ շքեղ հանդերձը հագնի, կարծում եմ անպայման կկարողանամ ոտքով իջնեմ, ճիշտն ասած, այն որ չգիտեի ում հետ կարելի է պայմանավորվել ու իջնել, որովհետև երեխաներս արդեն էլ այստեղ չեն բնակվում, ամեն մեկը իրենց ամուսնացած տեղերն են, որտեղ որ ամուսնացել են, այնտեղ են բնակվում, ես հիմա այստեղ մենակ եմ ապրում ու պետք է որ գտնեմ մեկին, ում հետ որ կկարողանամ ոտքով իջնել։ Վայելեք, հիացեք, համեցեք Սանահին, շատ հետաքրքիր է Լոռին։